Նյու Յորքի մետրոպոլիտեն թանգարանում կայացավ տարվա ամենասպասված նորաձևության իրադարձությունը՝ Meet Gala 2026-ը։ Այս տարվա թեման ժամանակի արձագանքները նորաձևության անվերջանալի շրջապտույտն է։ Աստղերին և դիզայներներին դա ստիպել էր գերազանցել երևակայության բոլոր սահմանները։ Տարվա երեկոն, սակայն, առանձնացավ ոչ միայն շքեղ զգեստներով, այլև մեծ քննարկումներ առաջացրած բացակայությամբ և համարձակ ոճային լուծումներով։ Երկրպագուների համար ամենացավալի նորությունը այն էր, որ կարմիր գորգին այդպես էլ չհայտնվեց Զենդայան։ Վերջին տարիների Meet Gala-ի ամենասպասված աստղը, ով միշտ առանձնանում էր, այս անգամ չկարողացավ ներկա գտնվել իրադարձությանը։ Ըստ հավաստի աղբյուրների, դերասանուհին զբաղված է եղել նոր նախագծի նկարահանումներով, ինչն էլ պատճառ է դարձել նրա բացակայությանը։ Առանց Զենդայայի երեկոն թվում էր կորցրել էր իր գլխավոր զարդին։ Չնայած Զենդայայի բացակայությանը, Քարդաշյանները հոգացին, որ երեկոն չանցնի առանց քննարկումների։ Երեկոյի թիվ 1 թեման դարձավ Քիմ Քարդաշյանի հայտնվելը։ Նա կրում էր նարնջագույն զգեստ էքստրեմալ նեղ կորսետով, որը տեսողականորեն անհավանական չափերի էր հասցրել նրա գոտկատեղը։ Համացանցը պայթեց մեկնաբանություններից, ինչպես է նա շնչում։ Քիմի այս քայլը շատերը որակեցին որպես առողջության հաշվին արված սկանդալային ոճային լուծում։ Քենդալ Ջեները ներկայացավ ամազոնուհու կերպարով, համադրելով պատմական զրահների տարրերը ժամանակակից մետաղական կորսետի հետ։ Քայլի Ջեները նախընտրել էր առավել մեղմ, բայց ոչ պակաս տպավորիչ վատիկանյան ոճի զգեստ, որը հիշեցնում էր վերածննդի դարաշրջանի կենդանի քանդակ։ Երեկոյի գլխավոր վերադարձը պատկանում էր Ռիհաննային և Ասապ Ռոքիին։ Զույգը կարմիր գորգին հայտնվեց ամենավերջում, ապահովելով էֆեկտիվ ավարտ։ Ռիհաննան կրում էր հսկայական թիկնոց, որի վրա ձեռքով պատկերված էր նորաձևության ողջ պատմությունը, դառնալով թեմայի ամենաճշգրիտ մարմնավորումը, իսկ Ասապ Ռոքին լրացնում էր նրան վարդագույն և սևի համադրությամբ թիկնոցով։ Meet Gala 2026-ը ապացուցեց, որ նույնիսկ ամենասպասված աստղերի բացակայության դեպքում նորաձևության այս Օսկարը շարունակում է մնալ ամենաաղմկոտը և քննարկվողը տարվա բոլոր իրադարձությունների մեջ։